Եք փորձեմ շատ կարճ մի բանի մասին խոսեմ, ես իմ պատանի ժամանակներս մի 53 տարեկան եմ, կարող եմ մի փոքր եմ երևում, բայց այդ ժամանակների մեջ ինձ համար ամենաշատ հետաքրքրել է միտեղ լինի հանգստանամ ու մեկ էլ ուրախանամ։ Էսի ինձ համար ամենակարևոր խնդիրն է եղել, որովհետև նեն չի որ հոգսերն էլ ինձ էին ուտում։ Ես հոգսեր էլ չունեի։ Իմ ամենամեծ հոգսն էր միտեղ գտնեմ որտեղ եմ ուրախանալու ու գտնեմ որտեղ եմ հանգստանալու, այսինքն հանգստանալու եւ ուրախանալու։ Ու ես ազնիվ խոստովանում եմ շատ տարիներ ափսոս կորցրել եմ դրա մեջ, շինծու պատճելնի բառը հենց դի է, չէ՞ երևի շինծու, հա, ինչ որ բաներ գտել եմ, հաճույքներ, հա, որոնք որ հետո քթիցս եկան, որոնց երեսից որ վերտում էլ նստա տուն ու տեղ, ամեն ինչ քանդվել ու խառնվել էր իրար։ Էսի մի խապեպահության մեջ էր։ Բայց երբ որ եկա Տիրոջը, հասկացա որ, գիտեք, Աստված իմ ձեռից ոչ հանգստություն է վերցրեց, ոչ էլ ուրախությունը։ Ես մեկ որ եկեղեցում մեր ջահելներին տեսնում եմ, հազար անգամ ներող եղեք, դատել գիտեմ որ, ասում է, ես հռոմեացիների թուղթ կարդացել եմ, երկրորդ գլուխ առաջի խոսքից ասում է «Не извините лин», չներվող այն մարդ, ով մեկին դադում է։ Չէ, ցավս եմ ուզում ասեմ։ Նենց աշուշենի է շատ ժամանակ։ Ես որ Արտուր ախպերն էր իշքանոր հիշում եմ, ասում է ինչ-որ կապած բերած եղնին, այ մարդ ասում է մեզ իստեղ զորով չեն քաշել բերել։ Բայց մեկ աշուշենին նենց որ սենց քիչ է, գիտեք, կյանքը երանելի են այն մարդիկ, ով որ հալածված են աշխարհից։ Եթե մեզի աշխարհը չհալած է, դժվար թե մենք եկեղեցի գանք։ Բայց եկեղեցում էլ որ եկել ենք, եթե մեզի եկեղեցու մեջ չգտնվենք, այդ հալածվածի դեմքով նստելու ենք։ Մի քիչ փորձելու ենք ստեղ, տեսնենք ինչ է դառնում, ժամանակ առ ժամանակ դառնալու ենք աշխարհ։ Ժամանակ առ ժամանակ գնալու ենք այնտեղ խաղաղություն գտնելու, գնալու ենք այնտեղ ուրախություն գտնելու, գնալու ենք այնտեղ հանգստանալու։ Բայց այնտեղ ոչ հանգիստ կա, ոչ էլ այնտեղ ուրախություն կա։ Ընձի ճանաչող սա շատ իմ ախպերներս, որոնք որ հին կյանքի մեջ են, ախպեր շատերն են ասել, մեկը չի ասել։ Ասում են ընձի թվում է դու հարմի մի բան օգտագործում ես։ Մարդը չի կարող անտեղի տեղը միշտ ուրախ լինի, ո՞նց կարա դեն լինի։ Ես պրոստը հենց այդ տեղն եմ գտել այս հարևի տակը։ Նախ առաջինը իմ տեղն եմ գտել։ Երկրորդը գտել եմ այն տեղը, որտեղ որ իսկականից կա հանգստություն ու ուրախություն, հա։ Ես մի հատ շատ կարևոր էլի բան եմ ուզում ասեմ, կարելի է գալ քրիստոնեության մեջ ինքնախապեյությամբ։ Եկել ես քեզ խապել ես կամ երթամես 2 ժամն անցնեմ տնեցոց խատրից չանցնեմ։ Հասկանում ես, ես գիտեմ որ մեր տնեցիները մեզի շատ լավն են ցանկանում, մեկ այն աշճանի են ցանկանում, որ կանդալներով են ղրգում, հասկանում ես, այսինքն հլը ու չեր տաս, էլի, այսինքն մի հատ վիճակ է որ հլը ու չեր տաս, հասկանում ես, ոնց թե, ամենակարևորը, բայց եթե դու չհասկանաս որ իրոք էսի ամենակարևորն է, քեզ համար հագարակը այդ ամեն ինչը դառնալու է իրոք եկեղեցում, եթե դու քեզ չգտար ու եկեղեցով քեզի չգտար, հավատա դժվար է լինելու։ Օրերից մի օր հուսահատվելու ես։ Օրերից մի օր 16 տարեկանդ լրանալու է, паспорт ես ստանալու։ Օրերից մի օր ասելու ես ես տեղից ինքնուրույն արդեն։ Ես քեզ մի կարևոր բան եմ ուզում իրար հետ կարդանք։ Նախ առաջին ուզում եմ Արագած 3-րդ գլխից իրար հետ միտեղ կարդանք։ Արագած 3-րդ գլխի մեջ Աստվածաշունչն ասում է 3-րդ գլխից լավ 4-ից и обретешь милости 5-րդից Надеешься на Господа всем сердцем твоим и не полагайся на разум твой во всех путях твоих познай его и он направит стези твои Ես 6-րդ խոսքի մեջ ուզում եմ մի հատ շատ կարևոր բան ասեմ во всех путях твоих познай его ինչ է նշանակում во всех путях твоих նախ առաջինը մի ճանապարհներ ունենաս մարդ նոր ճանապարհ չունենա այդ ճանապարհների մեջ էլ մարդ կա գիտեք անհաջող մարդ է ինքը պրոստը ոչ հաջողվող մարդ է կարևոր չէ աշխարհում է թե եկեղեցում է
Գիտես այն մարդն որ եկել է ինձ օրինակ շատ ժամանակ որ ասում էին խի է հաջողվում, որովհետև ինձ որ Ուզբեկստան էլ տաներ, ես փորձում էի տեսնել ուզբեկներն ինչ են ապրում, ու սկսում էի մտնել դեղ, ու սկսում էի իրանց հետ, ոչ թե ես ուզում էի ուզբեկներին հարմարցնել ինձի, այդ եկա ուզբեկներին հայ սարքեի, այ ես փորձում էի մտնել ու փորձում էի այդ մենտալիտետին համակերպել։ Ես Ռուսաստան 30 տարի եմ ապրել, 30 տարվա մեջ գիտեք ինչքան մարդու եմ տեսել, որ եկել են ռուսներին սոխ էին ասում, ու իրանք է պրոստը իրանց համար չէին էլ հաջողվում, որովհետև իրանց համար այդ բնակավարում չէին կարող համակերպվեին ու մտնեին։ Նույն ձևի մարդը կարա եկեղեցում գա ու չգա համակերպվելու, հարմարվելու ու իրան գտնելու, հավատացեք, հենց քեզի գտար, նախ առաջինը սկիզբը թողնելով է։ Ես քեզի խորհուրդ եմ տալիս հստակ որոշում կայացնես թողնելու։ Բայց եթե դու հավատաս պետք է օրինի որ թողնես, ստեղ ավելի լավն ես տեսնելու։ Ես օրինակ մի հատ շատ կարևոր բան է, աշխարհի մեջ ինչքան որ հաջույք կա, անունը չեմ ուզում այդ կեղտոտ ձևի ասեմ, հա, սատանան մի ուրիշ անուն է դրել, ես սա օգտագործել եմ։ Տերը երբ որ ինձի առաջարկեց ես այդ ամեն ինչը թողեցի մի ժամանակ, հա, նրանից հետո Տերս ինձի օրիգինալը տվեց։ Հիմա որ շատերն ասում են հետ չես դառնալու, ես խո հիմար չեմ, օրիգինալը թողնես, այն աշխարհիկ բառերով ասում էին 1000 անգամ ներող, տզիկ է, դի ինչ դրան ինչ էր տաս մոտենաս, դի ինչ է անելու ինձի։ Հիմա ես նենց մի հաջույք ունեմ, որ ինչ պետք է առաջարկեն, որ ես էսի փոխեմ նրա հետ։ Բայց ես գիտեք մի հատ շատ կարևոր բան որ իմ մեջ հասկացել եմ, եթե ես ասում մի շաբաթ, երկու շաբաթ, 3 շաբաթ չտեսնեմ իմ ճանապարհների մեջ, ես ռազաչիրավացը կեղնեմ։ Գիտեք աշխարհը ինձի, հա, ահագին բաներ է սորվծրել։ Ու եթե ես այդ ամեն ինչը, ամեն իրավիճակի մեջ կիրառեմ, ես կարող ասում չտեսնեմ։ Հիմա միտքս հասկանաք ինչ եմ ասում։ Ես իրավիճակների մեջ փորձում եմ համբերատար սպասեմ, որ Տերը գործի։ Եթե Տերը չգործի ու ես իրան չտեսնեմ, ես այդ հորինված հավատքի մեջ չեմ կարող մնամ։ Մի ժամանակ հետո ես ազնվանալու եմ ասել եմ չկա ինքն իմ կյանքիս մեջ։ Գիտես, Տերը ինքը կա, դու չես թողում ինքը գործել։ Մանավանդ չէ, երբ որ մենք ջահել ենք, մենք շատ արագ ենք։ Երբ որ մենք ջահել ենք, համբերություն չունենք։ Երբ որ մենք ջահել ենք, ամեն իրավիճակի վրա հազարատ պատասխան ունենք, հազարատ գործեր ու հազարատ մի բան ենք անելու, դրանով ավելի խճճելու ենք։ Աստվածաշունչը մեզի սովորացնում է ամեն ինչից սկզբից որ նայեք տեսեք շատ տեղեր մեզ սովորացնում է համբերատար սպասենք իր ներկայությունը, իր գալուն գործելուն։ Իրավիճակներ են քո կյանքի մեջ ստեղծվելու, որի մեջ որ դու Տիրոջը պետք է տեսնես, եթե համբերես ու սպասես, եթե հավատաս որ ինքը կգա ու գործի, բայց այդ ամեն իրավիճակը լավ կլինի, որ իր հետ եղնի, որովհետև այն մի պատմություն կա, ասենց մեկը 30 տարի հավատացյալ է լինում, ասում է, այ մարդ, այս կլուբն ինչ է, մի հատ մտնեմ տեսնեմ, էլի, կլուբ, մտնում է, բռնում են են ծեծում, ելնում Տիրոջը բողոքում է, ասում է, 30 տարի քեզի հավատացել եմ, ինչի չպահեցիր, ասում է, որովհետև ես կլուբ չեմ գալիս։ Հասկանում ես, բաներ կա, որ մենք տեղ ենք կրում, որտեղ որ Տերը չկա։ Ու սպասում ենք, որ Տերը մեզի պիտի դեղ օգնի։ Իրա դաշտի մեջ է ինքը մեզի օգնում։ Եթե Հովանեսի թղթերի մեջ գրված է ինչ որ ուզեք իմ անունով կտամ, ես այսօր ինչ ուզում եմ, ստանում եմ այն ինչ, որն որ իր թագավորության մեջ է կիրառվելու։ Ոչ թե կլուբներում, դիսկոտեկաներում, այլ այն ինչ որ իր թագավորության մեջ է կիրառվելու։ Հավատացեք, եթե գրված է վավսիեղ Պուտյախ վաշիղ պազնայտե իվո, նախ առաջինը պետք է ունենաս ճանապարհներ հենց եկեղեցու մեջ, հենց եկեղեցու հետ, հենց Աստծու հետ ամենակարևորը։ Ամենակարևորը կարաս եկեղեցում լինես, Աստծու հետ չլինես։ Եկել ես ժամանակն անցնի, ես մի անգամ նստած եմ, ասենց պարկ եմ տալիս, ես իմ դեմ դրել եմ, որ մի ժամ պետք է կարտամ անպայման։ Տերը կայնեցրավ։ Ասեց ես քեզի կանչել եմ պարկերից ազատելու, չեմ կանչել քեզ պարկի տակ գցելու։ Ես քեզ կանչել եմ ոչ թե հոգնածնելու, այլ հոգնածությունը վրայից վերցնելու։ Ես ոչ թե կանչել եմ որ դու ինձ զարմացնես, այլ կանչել եմ ես քեզ զարմացնեմ։ Ես չեմ կանչել որ դու ինձ օգնես, ես քեզ կանչել եմ որ ես քեզ օգնեմ։ Ու եթե այս ամեն ինչի մեջ դու չմտնես, չես տեսնելու։ Եթե չտեսնես էլ, մի ժամանակ հետո ռազաչիրավատ ես եղնելու, ու նորից եմ ասում, այն հալածված դեմքով որ աշխարհը քեզի հալածում է, ստեղ ես գալիս, այդ հալածած դերքով էլ այդ երկու ժամը նստում ես։ Այդ հալածված դեմքով էլ նստում ես, ուրախություն չկա։ Ուզում եմ ժամանակի պատճառով չնայած արագած գլխից մի երկու տեղ էլ կարդամ ու նույն շարունակությունն է։ Во всех путях твоих познай его, и он направит стези твои. Եթե գրված է on направит,
Հինկը կենտանի ցույց է վկայում ես։ Տիրոջ գործերը հինկը զարմանալի է։ Դու պետք է պատմես, կողից պետք է ասեն, իսկական որ էս Աստված է։ Ոչ թե պետք է մեկին համոզես, որ կարող է էս Աստված է։ Հասկանում չէ։ Իշքան էլ ես իմ ընկերներին որ վկայություն եմ պատմում աշխարհիկ, ասում եմ դե մի ասա որ էսի Աստված չի։ Տեսնում եմ որ մի քանի ձևի մտածում է, ուզում է, դե կարող է, դե լավ։ Քեզ համար կարող է, մենք գիտենք ով է։ Փառք Հիսուսին, նայ ինքը направить стези наши։ Հետո մի հատ էլ նորից կարևոր տեղ կարտամ։ Не будь мудрецов в глазах твоих. Бойся Господа и удаляйся от зла. Երբ դու քո աչքին իմաստուն ես, դու մի բան գիտեցի։ Քո երած գործերը զլո են լինելու։ Որովհետև դաժե են բարություն նոր մտածել ես, այս սովածին կերակրեմ, կարող է բարի գործ եմ անում, այդ էլ բարի չէ։ Այդ սովածին մի օր էլ որ թողած սոված մնա կգա վերականգնողական կենտրոն, կամ ասում կգա, միտեղ կգա, հա, ամեն մի երած բարին չէ, որ բարի է։ Տերես ասել եմ, մի ձեռ ունենան, մի ոդ ունենան, կարևորը տուն հասնենք, կարևորը տեղ հասնենք, հա, բայց էլ ավելին ասեմ, երկրի վրա տիրոջը գտնողը չի կարանա ուրախություն, խաղաղություն, երջանկություն չունենա։ Քրիստոսն ինքն է մեր ուրախությունն ու երջանկությունը։ Լավ, ժամանակի պատճառով մի հատ էլ շատ կարևոր տեղ եմ ուզում իրար հետ կարտամ։ Գիտեք, որ ասեցի հենց սկզբից որ ես գտել եմ ում մեջ է, որ ես ունեմ սեր, խաղաղություն, ուրախություն։ Գաղատացիների 6:22-ից եմ ուզում իրար հետ կարտամ, գրված է Կներեք Գաղատացիների 6:22 Плоть же духа, любовь, радость, мир Էլ առաջ չեմ էլ ուզում էր տամ, են մնացածը կկարտանք, նայեք, любовь, радость и мир Էսի են ամենն է, ինչ որ մենք կուզենանք մարդիկս, մանավանդ չէ պատանիները, ամենաշատ որ ման են գալիս, այս երկրի ման են գալիս, սեր, խաղաղություն որ ասում է գնանք միտեղ հանգստանանք ու ուրախություն։ Այս ամենը ստեղ դուք կվերապրեք։ Եթե դուք իրա երեսը փնտրեք, եթե դուք գաք իրա թակավորության մեջ, Աստվածաշունչը երկու ձևի էր խոսում որ գնացեք ու քարոզեք, մեկը ասում էր идите проповедуйте Евангелие, բարի լուրը, Քրիստոս Հիսուս մեռավ, հարություն առավ ինձի ու քեզի համար։ Մի ուրիշ քարոզեք կար, идите проповедуйте Царство Божие։ Աստծո թակավորությունը այս երկրի վրա կա։ И ասում է и праведник благое увидит на этой земле. Благое увидит и на этой земле. Ամեն։ Ուզում եմ որ գիտենանք կենտանի է ու գործող։ Բայց եթե մենք պետք է ճիշտ տեղում եղնենք, մենք պետք է 91 Սաղմոսի մեջ լինենք։ Եթե մենք դեղից դուրս ենք, ուր դեղից զգանք։ Նորից եմ ասում, կլուբում ինքը չի գործում։ Փառք Աստծո ամենի համար։